եմ խնդրում։ Շնորհակալություն, եթե թույլ տաք մի անգամից անդրադառնամ այդ հարցին, հետո հանդես գամ զեկույցով։ Ընդհանուր առմամբ հարցադրումները, որոնք հնչեցրեց պարոն Խաչատյանը, մենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում, նաև քաղաքականության մշակման գործընթացում եւ իրականացման առնչվում ու բախվում ենք եւ այդ հարցը թերևս նաև մեր օրակարգում էր, ուստի ձևավորվեց վարչապետի որոշմամբ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետի գլխավորությամբ, որը ինքնին նպաստում է միջգերատեսչական համագործակցությանը, նաև բարեփոխումների օրակարգի ձևավորմանը։ Այդուհանդերձ մեր քննարկումների շրջանակում այդպիսի հարցադրումները կան, ուսումնասիրվում են եւ կարծում եմ առաջիկայում նաեւ այս քննարկումը օգտագործելով կկարողանանք որոշակի լավարկված ավելի արտիական առաջարկություններով հանդես գալ եւ պետք է արձանագրեմ, որ վերջին տարիներին մեր միջգերատեսչական համագործակցությունը ել ավելի է ընդլայնվել, որը մեզ հնարավորություն է տրվել փոխգործակցվել կոնկրետ ուղղություններով, կոնկրետ միջոցառումներ իրականացնելիս, հատկապես կնշեի ներքին գործերի նախարարության մեր համագործակցության մասին, կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության հետ մեր համագործակցության մասին, քաղաքաշինական կոմիտեի, հասարակական կազմակերպությունների հետ մեր համագործակցության մասին, այդուհանդերձ այդ հարցին լրացուցիչ դեռևս աշխատելու առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն կունենանք։ Շնորհակալություն դիտարկումների համար, ելույթից վերջում նաև ռազմավարության հարցին թույլ տվեք մի կարճ անդրադառնալ, հարգելի նախագահող, խորհրդանական լսումների հարգելի մասնակիցներ, հարգելի գործընկերներ, Հայաստանի ճանապարհների մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որպես ճանապարհային մարմնի կարևոր հանձնառություններից է։ Դիտարկելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը եւ դրանց հետևանքով ստացված վնասվածքների եւ վիրավորների թիվը, որը ընդհանուր առմամբ թեև նվազման միտում ունի, այդուհանդերձ ակնհայտ է, որ ճանապարհային անվտանգությունը շարունակում է մնալ մեր կարևոր մարտահրավերը։ Հարկ է նշել, որ ճանապարհային անվտանգությունը համատեղ պատասխանատվություն է, որը պահանջում է պետական տարբեր մարմինների, ճանապարհային երթևեկության մասնակիցների եւ ընդհանուր առմամբ ողջ հասարակության համատեղ ջանքերը։ Ճանապարհային ենթակառուցվածքն ինքնին կարևոր նշանակություն ունի ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման հարցում։ Ուստի ներկայումս ՏԿՆ ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման ուղղությամբ վթարների արձագանքումից անցում է կատարում կանխարգելիչ միջոցառումների եւ քաղաքականության իրականացմանը։ Տիկին Ղալեչյան, ներողություն եմ խնդրում, ներողություն, հեսա կշարունակեք, ովքեր հարցեր են ունենալու Տիկին Ղալեչյանին, խնդրում եմ գրանցվել այստեղ, որպեսզի մենք հնարավորություն տանք հարցեր ուղղելու, շնորհակալություն, կներեք կամ սենց, կամ եթե բանա կարա գրանցվել, շնորհակալություն, շարունակեք։ Նշեմ, որ վերջին տարիներին մեր ջանքերը առաջնահերթորեն ուղղվել են ճանապարհների, նախ եւ առաջ ճանապարհների վիճակի բարելավմանը, դրա մասին պարոն Խաչատյանն է ակնարկեց եւ արձագանքեց, ու նշեմ, որ ինչպես գիտեք, ընդհանուր օգտագործման ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի հիմնանորոգվում, վերակառուցվում եւ նորոգվում է շուրջ 500 կիլոմետր ճանապարհ։ Այսպիսով 2018-ից 2024 թվականներին հիմնանորոգվել, կառուցվել, վերակառուցվել, նորոգվել են շուրջ 2421 կիլոմետր ճանապարհներ, նշեմ նաև, որ 740 կիլոմետրից ավել սուբվենցիոն ծրագրերով են ճանապարհներ նաև ասֆալտապատվել։ Վերոհալ աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ վերականգնվում է նաև ճանապարհների կահավորանքը, տեղադրվել են նոր արգելափակոցներ, նշաններ, կատարվել են նոր գծանշումներ։ Այսպիսով միայն 2024 թվականին ճանապարհների հիմնանորոգման վերակառուցման աշխատանքների շրջանակներում տեղադրվել են շուրջ 9433 ճանապարհային նշաններ եւ 121294 գծամետր մետաղական արգելափակոցներ։ Կատարվել են միջպետական հանրապետական ճանապարհների 552404 քառակուսի մետր գծանշանման աշխատանքներ։ Ճանապարհների կահավորանքի բարելավման անվտանգության տարերի վերականգնման աշխատանքներ են տարվում նաեւ ճանապարհների պահպանման աշխատանքների շրջանակներում։ 24 թվականին ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից վերականգնվել եւ տեղադրվել են 2275 հատ ճանապարհային նշան եւ 27192 գծամետր մետաղական արգելափակոց։
Նաև իրականացվել են 2800 քառակուսի մետր ջերմաթաղանթով հետիոտնային անցումների, 5470 քառակուսի մետր ջերմաթաղանթով հորիզոնական գծանշումների, 3015 քառակուսի մետր ջերմաթաղանթի ֆրեզավորման և 2016 քառակուսի մետր աղմկոտ գոտիների կահավորման աշխատանքներ։ Հաշվի առնելով, որ գծանշումները անվտանգության կարևոր բաղադրիչներից են, 2023 թվականից սկսած վերանայվել են գծանշման առաջադրված պահանջները, համապատասխանեցնելով ՎԻԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական անվտանգության կանոնակարգին։ Մասնավորապես հստակեցրել են գծանշումների գույները, չափերը, կիրառման ազդեցությունը, սահմանվել են գործառնական երկարակյության ժամկետները, մաշվածության նվազագույն տոկոսները, գծանշման գործակիցները։ Այսպես օրինակ հորիզոնական գծանշման գործառնական երկարակեցությունը 1.5 մմ եւ ավելի հաստությամբ ջերմաթաղանթներով գծանշման դեպքում սահմանվել է 1 տարուց ոչ պակաս։ 1.5 մմ-ից պակաս հաստությամբ կատարված ջերմաթաղանթով գծանշման երկարակեցությունը 6 ամսից ոչ պակաս։ Ներկանյութերով կատարված մշտական հորիզոնական գծանշման երկարակեցությունը 3 ամսից ոչ պակաս նախկին 6 ամսվա փոխարեն։ Նախկինում ջերմաթաղանթով գծանշման դեպքում հստակ նախանշված չէր, սահմանված չէր գծանշման հաստությունը, իսկ պահանջը սահմանված էր մինչև 1 տարին։ Նշված փոփոխության արդյունքում ներկանյութերով գծանշումները, հիմնականում այդ նյութերով են կարվում, արդեն իսկ կատարվում են տարեկան 2 անգամ, ապահովելով այդ հատվածների գծանշումների ֆունկցիոնալությունը։ Ասեմ, որ նաև աշխատանքներ են տանում ավելի երկարակեցություն ունեցող գծանշումներին, ջերմաթաղանթով գծանշումներին անցում կատարելու ուղղությամբ։ Թույլատրվել է նաև սպիտակ դեղին համակցված գծանշումների կիրառումը հետիոտնային անցումներում, կատարվել է ուղղաձիգ գծանշման գույնի փոփոխություն սպիտակ սևի և մի շարք այլ փոփոխություններ։ Նշանների տեսանելիության բարձրացման ուղղությամբ նախազգուշացնող նշանների համար սահմանվել է դեղնականաչավուն վահանակի վրա տեղադրված լինելու պահանջ։ Հստակեցվել է նշանների տեղադրման կարգը երկաթուղային գծանցների, դպրոցների մերձակա տարածքների և այլ հատուկ վթարավտանգ հատվածների համար։ Սահմանվել են նաև ճանապարհային նշանների տեխնիկական պայմանները, մասնավորապես առաջին անգամ ամրագրվել են նշանների որակական չափորոշիչների կոնկրետ պահանջներ ըստ ԳՕՍՏ ստանդարտների։ Օրենսդրությամբ սահմանել ենք նաև ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում աղմկոտ գոտիների տեղակայման պահանջները, դրանց կիրառման ու ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցներով դրանք կահավորելու կանոնները։ Մասնավորապես սահմանվել են այն հատվածները, որտեղ թույլատրվել կամ արգելվել են տեղակայել աղմկոտ գոտիներ։ Օրինակ թույլատրել ենք տեղակայել հետիոտնային անցումներից, երկաթուղային գծանցներից, վտանգավոր շրջադարձերից, անբավարար տեսանելիությամբ հատվածներից եւ այլ վտանգավոր հատվածներից առաջ։ Չի թույլատրվում աղմկոտ գոտիները, չի թույլատրվել տեղադրել ճանապարհների այն հատվածում, որտեղ օրինակ առկա է աղմուկի մակարդակի սահմանափակում, ինչպես օրինակ հիվանդանոցների մոտ։ 2021 թվականից 23 թվականը միջպետական նշանակության 6 ճանապարհների եւ հանրապետական նշանակության 7 ճանապարհների վրա իրականացվել են ընդհանուր այսպես կոչված սև կետերի թվով 61 սև կետերի բարելավման աշխատանքներ։ Հատկանշական է, որ վթարավտանգ հատվածները վերացնելուց հետո կատարված վերլուծությունները ցույց տվեցին, որ այն ճանապարհահատվածների վրա, որտեղ իրականացվել են վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ, էականորեն նվազել է պատահարների քանակը։ Մասնավորապես 2019-ից 20 թվականների միջին տարեկան ցուցանիշների նկատմամբ 24 թվականի տվյալների համեմատությունը ցույց տվեց, որ ՃՏՊ-ների քանակը տվյալ ճանապարհների վրա միասին վերցված նվազել է 72%-ով։ Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշները եւ այս միջոցառման ազդեցության դրական միտումները, այն համակարգային դարձնելու մոտեցում որդեգրվեց։ Նախ կառավարության որոշման տրվել է ճանապարհների վթարավտանգ հատվածի սահմանումը եւ բնութագրիչները, այդպիսին բնորոշելով որպես ճանապարհի կամ փողոցի այն հատվածը, որտեղ վերջին տարում տեղի ունեցել 3 կամ ավել միևնույն տեսակի ճանապարհ-տրանսպորտային պատահար կամ 5 եւ ավել ճանապարհ-տրանսպորտային պատահար, անկախ դրանց տեսակից, որոնց հետևանքով եղել են զոհեր եւ վիրավորներ։ Արդյունքում ըստ նշված չափանիշների վթարավտանգ հատվածների վերացման գործընթացը ճանապարհային ենթակառուցվածքում կդառնա շարունակական եւ համակարգային, այսինքն մշտապես կգույքագրվեն եւ կդասակարգվեն վթարավտանգ հատվածները եւ որպես առանձին ճանապարհաշինական միջոցառում կներառվեն մեր տարեկան ծրագրերում։
Հաշվի առնելով, որ կան ճանապարհներ, որոնք անցնում են բնակավայրերի դպրոցամերձ հատվածներով, երեխաների անվտանգ անցումն ապահովելու նպատակով թույլատրվել եւ կանոնակարգվել է մանկական եւ պատանեկան ուսումնադաստիարակչական հաստատությունների հատվածում բնակավայրերով անցնող ճանապարհահատվածներում երբ երթևեկություն գոտին 2-ից ավելի է արհեստական լուսավորության արկայության պայմաններում տեղակայել արհեստական անհարթություններ կամ բարձրացված հետիոտնային անցումներ։ Նման անցումներ արդեն իսկ տեղակայվել են մի շարք բնակավայրերում, իսկ հետագայում նախատեսվում է գույքագրել ռիսկային հատվածները, որտեղ կտեղակայվեն վերգետնյա հետիոտնային անցումներ երեխաների մասնակցության վթարները կանխելու նպատակով։ Այդպիսի վերգետնյա հետիոտնային անցում կառուցվել է M10 Սևան Մարտունի գետապ ճանապարհին, գետապ բնակավայրի դպրոցի մոտ, նախատեսվում է հետիոտնային անցում կառուցել նաև M6 Վանաձոր Ալավերդի Սաման միջպետական ճանապարհի 53-րդ կիլոմետրում, դա Ալավերդի քաղաքում է Էնգելս թաղամասում, եւ M4 Երևան Սևան Իջևան Սաման միջպետական նշանակության ճանապարհի 96-րդ կիլոմետրում հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, որի աշխատանքները առաջիկայում կմեկնարկենք։ Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների հիմքում հարգելի գործընկերներ դրել են ԵՄ 2 հրահանգները, անվտանգության հրահանգները եւ ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության տեխնիկական կանոնակարգը։ ԵՄ հրահանգները վերաբերում են ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարմանը եւ ճանապարհային ցանցի թունելներին ներկայացվող անվտանգության պահանջներին։ Եվ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ մոտարկելու համար այս նշված հրահանգներն ու կանոնակարգումները 2024 թվականին փոփոխություններ են կատարել ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքում, որոնք ուղղված են, որտեղ կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը։ Մասնավորապես օրենքով սահմանվել են ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջը, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման եւ ճանապարհների ռեյտինգավորման պահանջը, ինչպես նշեցի, նաեւ վթարավտանգ հատվածները գույքագրելու եւ շարունակաբար վերացնելու պահանջը։ Կարճ մի փոքր ներկայացնեմ ինչ է իրենից ներկայացնելու ճանապարհային աուդիտը։ Ճանապարհային անվտանգության աուդիտը զեկույցը դեռ ավարտել Չէ, ժամանակային առումով խնդիր ունենք, խնդրում եմ ճանապարհային շատ կարճ ներկայացնեմ այս կատարվող փոփոխությունները, որտեղ դրանք շոշափելի նշանակություն կունենան անվտանգության բարձրացման համար, հետո հարցերով կպատասխանեմ, հարցերի դեպքում կպատասխանեմ, ընդհանուր առմամբ ներկայացնեմ, որ ճանապարհները կսկսեն անցնել աուդիտ արդեն հաջորդ տարվանից, ըստ նշանակության առաջինը միջպետական նշանակության ճանապարհները, այնուհետև հանրապետական եւ մարզային, եւ ճանապարհների ազդեցության գնահատումը եւ ճանապարհների ռեյտինգավորումը կավարտենք մինչեւ 29 թվականի հունվարի 1-ը։ Կնշեի նաև զեկույցիս ամփոփիչ մասում ճանապարհային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների մասին, որոնք մեկնարկել են արդեն եւ միանշանակ միանում եմ գործընկերների այն դիտարկմանը, որ անհրաժեշտություն է ազգային ռազմավարություն ունենալը, դրա աշխատանքները կատարվել են, ունենք նախագիծ եւ քանի որ նաև համագործակցում ենք միջազգային հիմնական փորձագետների հետ, այն ներկայացվել է կարծիքի օգտվելով առիթից ես կուզենայի հրավիրել եւ կցանկանայի խնդրել, որպեսզի շարգրգիր անձինք օգնեին եւ օժանդակեին ռազմավարության վերջնականացման աշխատանքներին, որը առաջիկա ամիսներում ցանկանում ենք ավարտել։ Քանի որ ժամանակի խնդիր կար, ես ելույթը սահմանափակեմ հարցերը պատասխանելու։ Եվ մի հայտարարություն, եթե կարելի է, հարգելի գործընկերներ, մենք փոքր շնորհանդես ենք պատրաստել ձեզ համար, որը անդրադառնում է ճանապարհային անվտանգության տարբեր հարցերին, ուղղություններին, կատարված աշխատանքներին տարբեր ուղղություններով, բացի ենթակառուցվածքից, այնտեղ առաջին մասում սեղանի հատվածում դրված է, եթե հետաքրքրում եք, խնդրեի ծանոթանալ նաև շնորհանդեսին, որը համապարփակ տեղեկատվություն է պահանջում, այո։ Դուք ավարտեցիք, Տիկին Ղալեչյան։ Այո։ Շնորհակալություն։ Հիմա մենք կանցնենք հարցերի փուլին, բայց